Սիրելիներ, ողջույն, բարին ինձ շատ սիրելի հետևորդ, ինչպես եք թանկագիներս, դուք միացել եք Իրայի խոհանոցին, նշանակում է, որ շատ համեղ տորթ ենք պատրաստելու, Թաքուի Էսթեր, նուրբ, գեղեցիկ, հեշտ պատրաստվող տորթ է, կարծում եմ ձեզ էլ հետաքրքրեց սիրելիներ, հեշտ է պատրաստվում, անցնենք բաղադրիչներին, 8 հատ ձու է անհրաժեշտ, 8 ձվի դեղնուցը առանձնացրել է, այստեղ ունեմ 8 ձվի սպիտակուց, սիրելիներ, սպիտակուցներին ավելացնելու ենք հետո 100 գրամ շաքարավազ, ունենք ալյուրը, ունենք ձեթը 30 մլ է, ունենք այստեղ կակաչի սերմեր, օգտագործելու ենք 100 գրամ, առայժմ այսքանը, հիմա սկսենք աստիճանաբար պատրաստել, ջեռոցը միանգամից միացնում ենք, նախապես ջերմաստիճանը թխելու ենք 180 աստիճանում, հիմա 8 ձվի սպիտակուցը լավ հարում ենք ավելացնելով քիչ-քիչ շաքարավազը, շաքարավազը արդեն ասեցի 100 գրամ է, սպիտակուցը մի փոքրիկ կավարենք, հետո արդեն աստիճանաբար կավելացնենք սպիտակուցը, սիրելիներ շատ կարևոր է հետևել բոլոր հրահանգներին, որպեսզի հեշտ ու լավ ստացվի։ Սիրելիներ, մի փոքրիկ հարելուց հետո մեկ պտկունց աղ ենք ավելացնում, նորից սկսում ենք հարել, այ հիմա արդեն աստիճանաբար ավելացնելով շաքարավազը։ Դուք տեսնեք, թե ինչպիսի տեսք ունի խմորը, այս պահին, տեսեք, լավ հարվել է սպիտակուցը, այ հիմա մենք ունենք 8 ձվի դեղնուց, սիրելիներ 5 ձվի դեղնուցը պետք է ավելացնենք խմորին, աստիճանաբար, մեկ-մեկ, մի անգամից չի կարելի, 3 հատը պահելու ենք գրեմ պատրաստելու համար, հիմա տեսեք, ես ձեզ հերթով գեղեցիկ ցույց կտամ, ամենացածր արագության տակ, այսպես թողնում ենք, ինքը շարունակում է ու ես աստիճանաբար կավելացնեմ ձվի դեղնուցները, մեկ առ մեկ, թողնում եմ, որպեսզի լավ լուծվի, հետո ավելացնում եմ երկրորդը, այսպես մենք կստանանք շատ լավ խմոր ու բիսկվիտը ընտիր կստացվի, մի փոքրիկ կարագացնեմ։ Եվ վերջինը, մնացածը պահում եմ կրեմի համար։ Նորից դանդաղեցնում եմ ու ավելացնում եմ 30 մլ ձեթը։ Ձեթը պետք է լինի անհոտ։ Ու շարունակում եմ կրկին բարձր արագությամբ հարել։ Այսքանը հարիչի գործը վերջացրեցինք։ Անենք հարիչից։ Հիմա շարունակում ենք, սիրելիներ, 70 գրամ ալյուր, չասեք ալյուրը քիչ չէ, այս խմորի համար այսքանն էլ բավական է, 1 թեյի գդալի չափով փխրեցուցիչ, հիմա թեյի գդալը փխրեցիչ է, ավելացնում ենք շաքարային վանիլին կամ սովորական վանիլին և 100 գրամ կակաչի սերմեր, իմ մոտ մի քիչ է, ես վրայից օգտագործել էի, երևի 20 գրամ քիչ է, բայց նշանակություն չունի, դուք 100 գրամ կօգտագործեք, այս ամենը մի լավ խառնելու ենք
Եվ աստիճանաբար ավելացնելու ենք խմորին։ Ջեռոցս արդեն տաք է, լավ տաքացել է, 180 աստիճանում ենք պատրաստելու, սիրելիներ, ընդամենը 10-12-13 րոպեում շատ հեշտ թխվող շերտեր են, որովհետև արագ է թխում, սպիտակուցը գերակշռում է ու հետաքրքիր խմոր է։ Հիմա մի հատ գդալ կվերցնենք ու գդալ ավելացնելով նուրբ պետք է խառնենք։ Զգուշ ենք խառնում, որպեսզի խմորը չփչացնենք։ Ու այսպես շարունակ մինչև կվերջացնենք։ Խմորը կարելի ասել պատրաստ է։ Սիրելիներ, բաժանում ենք երկու մասի, 30-40 սանտիմետրանոց թավայի մեջ եմ թխելու։ Դուք եթե ցանկանում եք ավելի բարձր լինի, կարող եք ավելի փոքր թավայի մեջ պատրաստել, բայց խորհուրդ չեմ տալիս, որովհետև հետո շերտերը կիսելու են ու 4 մասի են բաժանելու, այնպես որ արդեն լավ բարձրություն ունենալու է խմորեղենը։ Աչքաչափով եմ բաժանելու երկու մասի ու թխելու ենք։ Տարածում ենք, գիտեմ, որ հարցնելու եք, բա որ առաջին շերտը թխենք, հետո մինչև պատրաստ լինի, երկրորդը վնասակար չի, այսպես թողնելուն ոչ հանգիստ կարող եք լինել, դրա համար նախապես ջեռոցը միացրեք, որպեսզի ձեր շերտերը շատ արագ են թխվելու, 12-ից 15 րոպե, 15 րոպե, որ ինքը հանգստանա, ոչինչ չի լինի, չանհանգստանաք։ Վերջ ուղարկում եմ ջեռոց, վերև ներքևը միացված, թխելու ենք սիրելիներ 180 աստիճանում նախապես տաքացված, 15 րոպե շուտ տաքացրեք։ Կրկին եմ ասում, որովհետև շատ կարևոր է, շատ չկարմերացնեք, 15 րոպե մաքսիմում բավական է։ Մինչ պատրաստ լինեն շերտերը, անցնում ենք կրեմի պատրաստմանը։ Այստեղ հիշում եք, որ ունեինք 3 ձվի դեղնուց, հիմա մի լավ այսպես մաքրում ենք, 3 ձվի դեղնուց ավելացնում եմ թավայի մեջ, որտեղ որ եփելու ենք կրեմը, ավելացնում եմ շաքարավազը, 150 գրամ շաքարավազը, խառնում եմ, ավելացնում եմ 30 գրամ եգիպտացորենի օսլա, կարող եք շատ հանգիստ կարտոֆիլի օսլա էլ օգտագործել ու շատ հանգիստ կարող եք օգտագործել նաև ալյուր։ Էլի մի լավ այսպես խառնում եմ։ Ուրեմն կես կիտրոնի հյութ ենք ավելացնելու սիրելիներ, գրամով այդպես որ ասեմ, կես կիտրոն, այսպես մի լավ հյութ, տեսեք ինչ առատ հյութ ունի, ես ինձ առատ ավելացնում եմ։ Նորից լավ խառնում ենք կիտրոնի հյութը, շատ կարևոր է կիտրոնի հյութը, պետք է կրեմը ունենա կիտրոնի անուշ բույր։ Սա էլ այսպես, իդեպ այս բաղադրատոմսի մեջ կա նաև 1 կիտրոնի կեղևը քերիչով քերված, ես չեմ անելու, որովհետև միշտ երեխաներից ասում են դառնություն է գալիս, ինձ օրինակ շատ է դուր գալիս, բայց այնպես որ դուք իմացեք, որ կա, բաղադրատոմսի մեջ կա։ Վանիլին եմ ավելացնում, 1 տուփ ու նորից մի լավ խառնում, պետք է այսպես հարթ զանգված լինի եւ ավելացնում եմ կես լիտր սովորական սառը կաթը։ Սիրելիներ, սա պետք է գազօջախին նետենք մինչև թանձրելը։ Լավ, սիրուն թանձրանալու է ու համեղ կրեմ է ստացվելու ու թողնելու ենք հետո սառը։ Վերջում դեռ չենք վերջացրել կրեմը։ Ուրեմն ցածր մարմանդ կրակի վրա անընդհատ խառնելով թանձրացնում եք, չմոռանաք անընդհատ խառնելը։ Այ տեսեք, արդեն թանձրում է, նամանավանդ երբ որ զգում եք թանձրանում է, սիրելիներ, անպայման ավելի արագ խառնեք, որպեսզի հարթ զանգված ստացվի, ձեր կրեմը լինի գեղեցիկ, մետաքսյա ու փայլող։ Այ տեսեք, շատ արագ թանձրանում է։
Իդեպոսլայով պատրաստվող կրեմները հենց ուզում է եփի, հենց եռը սկսվում է, պետք է անջատել։ Ես հիմա անջատել եմ, վերջ թողնում ենք, որպեսզի հովանա։ Վերջ, կրեմը պատրաստ է, երեսը ծածկում ենք, թողնում ենք հովանա, մինչև շերտերը պատրաստ լինουν, ինքն էլ կհովանա։ Ես արդեն երկրորդ շերտն եմ պատրաստում, առաջինը պատրաստ է, ստացվել է շատ նուրբ շերտ, դեռ ձեռք չեմ տալիս, որովհետև շատ նուրբ է, սիրելիներ։ Սա էլ եմ ուղարկում, կհանդիպենք, երբ որ պատրաստվում։ Շերտերս պատրաստ են, ուզում եմ, որպեսզի տեսնեք ինչ նուրբ են ստացվել, շատ փափուկ, նուրբ, ծակոտկի են։ Տեսեք ինչպես է երևում, թե ինչպեսի ծակոտկին է։ Մեկը մի քիչ շատ կարմրեց մյուսից, որովհետև գործով ընկավ։ Վերջ, հիմա թողնում ենք, հովանում ենք, կրեմն էլ հովանում ենք, հետո շարունակում ենք մեր աշխատանքը։ Բաժանում եմ աչքաչափով ինչպես միշտ, երկու մասի։ Վերջ, խմորները պատրաստ են, շերտերը պատրաստ են, սիրելիներ, մնում է կրեմը, կրեմն էլ պատրաստ լինի, հենց հովանա սերուցքով բացելինք, պատրաստ ենք կրեմ շանտիլի կամ դիպլոմատիկ, ինչպես որ սիրում եք դուք անվանեք, սիրելիներ ու վերջ, ով պատրաստ է։ Սիրելիներ, շարունակում ենք պատրաստել կրեմը, եփովի կրեմը արդեն լավ սառել է, պետք է հարենք 200 մլ սերուցքը կենդանական սերուցք է, մինչ հարելը պետք է լինի մոտավորապես 4 ժամ սառնարանում, շատ զգուշ եղեք, որ լավ հարվի, եթե սառնարանում չլինի, սառը չլինի, լավ չի հարվելու, իմ մոտ 28% սերուցք է։ Սպիտակուցի ուզում ասեի, սերուցքը լավ հարվել է, սիրելիներ, հիմա մի փոքրիկ եփովի կրեմը հարիչով հարում ենք ավելի հարթեցնելու համար։ Ձեռքերս կրեմով արեցի, հիմա մաքրեմ ու անցնել առաջ։ Քիչ-քիչ եփովի կրեմը ավելացնելու եմ սերուցքին և այսպես զգուշությամբ խառնելու ենք, որպեսզի սերուցքին չվնասենք։ Երբ որ ամբողջությամբ տեսնում ենք, որ լուծվել է, նորից ենք ավելացնում։ Եվ վերջին բաժինը։ Մի լավ կխառնեմ ու կրեմս պատրաստ կլինի։ Հավաքում ենք տորթը, թերթով շերտերին կրեմ ենք քսելու, մոտավորապես աչքաչափով կրեմը բաժանում ենք ու տարածում ենք կրեմը, թեթև համեղ կրեմ, թեթև բիսկվիտային շերտեր, իսկական, չգիտեմ ինչպես անվանեմ, իսկական թակուհու տորթ է, անունն էլ Էսթերի, շատ լավ տորթ է, դուք էլ կփորձեք, այ կհամոզեք։ Եվ վերջում շատ պարտադիր է ու շատ կարևոր է, որովհետև տորթի նրբությունը հենց այստեղ է, սպիտակ շոկոլադով ենք զարդարելու։ Ցանկության դեպքում կարող եք վերջում նաև կիտրոնի կեղևը քերիչով անցկացնել, մի փոքրիկ զարդարել։ Մոտավորապես 50 գրամ, 60 գրամ շոկոլադ է անհրաժեշտ լինելու։ Վերջ, ես վերջացրեցի, ուղարկում ենք սառնարան, սիրելիներ, պարտադիր ուղարկեք սառնարան, որպեսզի համերը խառնվեն, ինքը տեսքից գեղեցիկ լինի կտրելուց։ Ես միշտ ասում եմ, ձեզ խորհուրդ տալիս եմ, որն է ճիշտը, բայց ես այդ ոչ մի կանոնին չեմ հետևում, որովհետև շուտ եմ կտրում, չգիտեմ այս անգամ երբ կկտրեմ։ Ամեն դեպքում, սիրելիներ, կհանդիպենք, երբ որ արդեն ես կտրեմ, իսկ ձեզ խորհուրդ եմ տալիս 4 ժամից։
Այ տեսեք, հրաշք տորթ, բատիսկ, գույնը, տեսեք որքան գեղեցիկ է, տոնական, եթերային, գեղեցիկ տորթ է սիրելիներ, պատրաստեք սիրով, իդեպ ես ընդամենը 2 ժամ եմ պահել սառնարանում, եթե ամբողջ գիշեր պահեք, հաջորդ օրը ավելի գեղեցիկ ու ավելի լավ կլինի, այնպես որ խորհուրդ եմ տալիս պատրաստեք, հաջորդ օրը նոր համ տեսեք, որովհետև սառնարանում ինքը պնդանում է, գեղեցկանում է ավելի, կտրելուց ավելի նուրբ է լինում, ավելի գեղեցիկ է լինում, բայց այնքան փափուկ է չեք պատկերացնի, երևի կադրերից արդեն դուք տեսաք, հրաշք տորթ է։ Դե ինձ սիրելիներս, հիմա ես կփորձեմ ձեզ կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կհանդիպենք հաջորդ համեղ տեսանյութին, ինչպես միշտ ձեր համար, հատուկ ձեր համար եմ պատրաստում սիրելիներ, ես այնքան փոքրիկ եմ հիմա համ տեսելու, որովհետև ինձ բջջն է, որ չեն տալիս, ոչ քաղցր ուտել, ոչ յոգուրտ բաներ ուտել, լիքը բաներից ինձ զրկել են, այնպես որ պատրաստում եմ միշտ հատուկ ձեր համար։ Հաջողություն բոլորին, կտեսնենք հաջորդ տեսանյութում։ Այս ինչ լավն է, հալվում է բերանում, հրաշք է։